Բարի լույս Ալեքս ջան։ Այս իմ շատ սիրելի բաժանորդներ, ոնց եք լավ եք, ես նամ շատ սիրելի բաժանորդներ։ Տատ ինչ եմ զանգի, բայց ինգան կզանգի։ Բարձրախոս որ անեմ։ Հա, բարձրախոս արա։ Կարող է քննացնի։ Չէ։ Քնած չի։ Իր ծնունդը տանն նշելու։ Այսքեզ Լևի քնած է։ Չի վերցնում։ Ոչինչ, գործիա։ Պիտի որ վերցնի կամ Ծնունդեցնոր հավոր, լա 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 լա, ծնունդեցնոր հավոր, ծնունդեցնոր հավոր, թող նինի այսօր։ Ինգա քակին ծնունդեցնավոր, աղթություն լինես, լավ լինես, քեզ անգամ ուրախ եղջարկություն, առողջություն լինես ու լավ լինես։ Առողջ լինես։ Առողջ լինես ու լավ լինես։ Դու ես շնորհավոր։ Ասա ես շնորհավոր եմ։ Ինչ ասեմ ասի։ Ես շնորհավոր եմ։ Արդյոք ես էլ շնորհավոր եմ։ Ասա քեզ պատճում եմ։ Քեզ պատճում են, մամաներա քեզ պատճում ու քեզ էլ։ Տատինեկը բացես իմ կողմից։ Լավ եմ գնում եմ դասի հեմի ես դասի եմ գնում։ Ասա դե պակա։ Դե պակա լավ։ Դե պակա հետո որ անցնի կզանգեմ ձեզ կասեմ կյանց խմացներ։ Նարեկն իրան մի հատ մեծ ծաղկի բուկետ ա նվիրել գիտես, մեծ սիրուն ծաղկի բուկետ։ Ես էլ եմ մեծ տատին ծաղիկ նվիրելու։ Հա իմ WhatsApp-ը մեջ կուղարկես ես կտենամ։ Հա, լավ։ Հա, լավ։ Տորտն է կուղարկես։ Լավ։ Դե տորտը կուղարկես ու ծաղիկը, լավ։ Բա։ Լավ։ Լավ։ Ապրես, դեդի պայուսակը ծրտիկս։ Շուտ արա, որ չուշանաս արևս։ Դե մի հատ էլ բառերն ասա աշխարհում։ Աշխարհում մարդիկ կան, որ ապրում են իրենց համար։ Մարդիկ կան, որ ապրում են ուրիշների տանջելու համար։ Մարդիկ կան, որ ապրում են տանջողների օգնության ձեռարում օգնելու համար։ Ամենից քիչը հենց սրանք են այս աշխարհում։ Լավ ասեցի, չէ՞ մամային որ տանում։ Ապրես, պրոստը վրազելով ասիր, են մեկն ավելի լավ ասիր։ Գնա արևից։ Հասնել կզանգեմ։ Անպայման ես սպասում եմ։ Գնա սիրունս։ Շնորհավոր քո գրքի տոնը։ Չլսեց։ Սիրելի հետևորդներ ջան, մեր բարի լույսը այս ձևի սկսեց, այսենց հետաքրքիր ամպերով, այս մի կողմը կապույտ դիմացնել, այս ձևի թռչունները երգում են արդեն, գառնան շունչա, վսյո, օй, ցուրտ ա շատ, շուշուտ գնա, ցավդ տանեմ, Իմ ու ձեր շատ սիրելի Ալեքսը, իմ շնորհքով Բալեն, ահա, ստեղ էլ, ոյ, ցուրտ ա, բայց, եկեք ասեմ, որ ցուրտ ա, սիրելի հետևորդներ ջան, շատ ցուրտ ա, մտածում եմ ինչ եմ հագնելու, որ տնից դուրս գալ, չգիտեմ ինքի այսօր ջրի շիշը թողեց, ասավ մամա չեմ տանում, սենց մնաց, բրդուճների մեկն էլ մնաց, առավոտը պար, տադիր, որ դպրոց հագնեմ, ըստ իրա նախասիրության մի բան ուտում ա, այ հիմա սիրելի հետևորդներ ըստ դեպքով ձեզ բարի լույս ասեմ, ամենա բարին մաղթեմ, ինձ ու ձեզ այս աշխարհին, այս մեծ
8 միլիարդ մարդկություն ունեցող աշխարհին։ Ասեմ շնորհավոր գրքի տոն, այսօր դպրոցներում նշվում է, սիրելի հետևորդներս, գրքի տոնը, գիրքը լավ բան է, գիրքը անփոխարինելի դեր է կատարում ցանկացած մարդու մանկան, ոչ թե մարդու, այլև մանկան կյանքում, չէ որ մեր երեխաների համար դեռ փոքրուց կարդում ենք, հետո իրանք են կարդում, հետո տեսակ, այսօր արդեն Ալեքսը քիչ ուզում է տեսախցիկի առաջ ասի, խոսա, ոչ թե առօրյայից, այլև դասերից, այլև գիր ու գրականությունից, ինչի համար որ ես շատ ուրախ եմ ու նորից ասում եմ փառք քեզ Տեր, որովհետև այո, փոփոխությունները միշտ լինում են ու դեռ պիտի լինեն ու հենց այդ հավատքի ուժն է ինձ ուժ տվել ու ապրեցրել։ Եկեք առիթից օգտվեմ, ես էլ մանկանամ ու քանի որ այսօր ամենայն հայոց մեծն բանաստեղծ Թումանյանի ծննդյան օրն է, եկեք ես էլ մի երկու բան ասեմ։ Հեյ պարոններ, ականջարեք, թափառական աշուղին, սիրուն տիկնայեք, ջահել տղերք, լավ ուշ դրեք իմ խոսքին, տեսնում եք ինչքան լավ է ասել, դար առաջ է ասել, դար առաջ ու տարիներ առաջ մարդը ինչքան սիրուն ձևով է նկարագրել, ամեն բանից էլ ասել է, խոսել է, գրել է, ուսուցանել է, դեռ այն ժամանակ, դեռ այն տարիներին, երբ որ գիտությունը, տեխնիկան այսքան զարգացած չեն եղել, այն ժամանակ էլ է չարից ու բարուց ասել, ասում է, չարն էլ է միշտ ապրում անվերջ, անեծք նրա չար գործին, որդիդ լինի թե հերումեր, թե մուրազով սիրած կին, հլը տեսեք էլի, ինչ բառեր է ասում, ինչ տողատակեր է ասում, ինչ մտքեր է ասում, այսօրվա Ալեքսի քառատողը ինքն էլ ուներ տողատակ ու մեր ասելիքը էլի գեղեցիկ ձևով ենք մենք ասում, ճիշտ է, ես չեմ ուզում, որ ինքը այդքան խորը տենց վերլուծի, բայց սիրելի հետևորդներ ջան, երբեմն պիտի խոսես, բայց այնպես խոսես, որ խոսքդ անխռով ու խռոված լինի, երկուսն իրար հետ համատեղ լինի, որ կարողանաս այս անարդաս աշխարհի դեմ քո կնիվը ճիշտ տանես, քո պահանջը ճիշտ ներկայացնես։ Հիմա հələ տեսեք դեռ այն թվերին ինչ մտքեր է շարադրել ամենայն հայոց մեծն Թումանյանը, երբ որ ասել է ոնց էր Ալեքսիս անգիրը մամա ջան, մտքերս խառնվեցին, աշխարհում մարդիկ կան, որ ապրում են իրենց համար, իրոք կան չէ, ծերի մարդիկ կան, որ ապրում են ուրիշներին տանջելու համար, կան ցավոք, կան ու ես կասեի ավելի շատ կան, մարդիկ էլ կան, որ ապրում են տանջվողներին օգնելու համար և ավաղ ամենից քիչը հենց սրանք են այս աշխարհքում, իրոք,
Ոք իսկապես եւ ավաղ, ինչու՞ չէ նաեւ եւ ափսոս, քանի որ տեխնիկան ռոբոտացվում է, դրանից մի փոքր կարելի է ուրախանալ, մի փոքր այդ տեսակ համացանց, որը մտնում ես, եթե համացանցի ճիշտ ես օգտվում, դա շատ լավ բան է, այլ օրը աչքովս ընկա, որ Աստղիկ բրկեյում առաջին ռոբոտիկ վիրահատությունն են արել, երևի թե դա ողջունելի է, այլ իր սիրելի հետևորդներ ջան, շատ լավ է, որ գործողություններ կան, որ ռոբոտացվում են, ինչ որտեղ էլ համ Ալեքսս սանգում է, այստեղ իմ ու ձեր խոսքը Ալեքսս շաքարով կտրեց, ու սիրելի հետևորդներ ջան, շատ լավ է, որ հեռախոսները հանգնում են, դասերը վերջում վերցնում ու գալիս, ինչ ենք ասում, ռոբոտիկ վիրահատությունից, ռոբոտացված գործողություններից, լավ կհիշեք, որ իմ ու ինչու չէ նաև ձեր շատ սիրելի Լիլիթի հետ Գյումրի ենք գնացել, հիշում եք, որ բերեց գնացքը և սուրճը, և հյութը, մի խոսքով, հաճելի էր, իրոք հաճելի էր, բայց որ հարաբերություններն են ռոբոտացվում, անտեսվում, դա արդեն իսկ վատ է շատ, սիրելի հետևորդներ, դրա համար մեր այս քարյակը ուներ իրա միտքը, երեք Նիկայի համար ասմա, Նիկան ասմա, չեմ հասկանում էլի, ինչի եք դա վերցրել, ասում եմ, ես իմ, ուրեմ տենց էր պետք, մեր կռիվն էլ ես աշխարհի հետ էդ ձևով է, ու Աստծուն փառք, ես եկեք գլուխս գովամ, որովհետև ստացվել է, ես իմ երեխին կարողացել եմ դաստիարակեմ առանց չարի նշույլի, առանց ինքը չար մարդ չի, լավ տենում եք, ես փոքրուց իրան ասել եմ, ընթացք կար, որ ինքը խփում էր, ես շատ պայքարեցի, մինչև դա իրա մեջ կոտրեցի ու փաստորեն սխալ եմ արել, դեռահաս ծնողներ, ապագա ծնողներ, եթե լսում եք, ինձ թվում է տղու դուխը կոտրել պետք չի, տղուն պետք չի ասել, չի կարելի, մի խփի, դո թող լավ էլ խփի, որ իրան չխփեն, այդ է ճիշտը, հիմա մենք պայքարում ենք, որ ինքը նորից սկսի խփել, ասում եմ մամա, բա մեղքը չի, ասում եմ բա դու մեղքը չես, մամա ոչինչ, ասում է ինքը կհասկանա, հələ տեսեք էլի, IQ-ի չեմպիոն երեխուն ու իմ երեխուն, մի ում IQ-ն է բարձր, այդ ամենահետաքրքիրը, ինձ բաներ, սիրելի հետևորդներ ջան, ուրախության ես չափ չկա, երեք շատ պայքարեցի, թաքուն համ խոսում էի, համ նկարահանում, ասի, որ Ալեքսը վերջ էլի չջոգի, բայց իրան նկարահանեմ, ձեր ջոգ է, որ եկավ մի հատ ստուգի, հեռախոսս ես թքեցի, ասում եմ, տես բան չկա ու դեսից, դենից խոսում եմ, ես կոմ, մտածելով, որ կկտրտեմ հարթուկած տեսանյութ կլինի, թեկուզ մի րոպեանոց, ուզում էի, էլի սիրտս քաշեց, պարտադիր ուզում էի, որ տեղադրեմ հենց այդ քարյակը իմ էջում, են էլ գլխի ընկավ, ու այսօր առավոտ
փետրվարի 19-ին մեր առավոտը սենց սիրուն ձևով սկսեցինք, համ իմ համար, համ էլ ձեր համար, սիրելի հետևորդներ ջան, ընքան սենց խառը մտքերով է վեր կացել, ասի վեր կենամ ընքան երախուն ճամփու դնեմ ու նորից պարկեմ, են էլ տրամադրությունս Ալեքսս մի անգամից փոխեց, Աստծուն փառք, շնորհակալ եմ համ իրան, համ Աստծուն ու այդա ձեր հետ կոֆե եմ խմում, որից հետո էլ պիտի հագնվեմ, վերջապես գնամ այս խայտարակությունը շտկելու, արդեն ճիշտն ասած այսօր էլ չէի ուզում, բայց երեք ասում եմ լավ է, պետքա չանես, բայց եթե անում ես, պետքա սենց էլ չթողաս, ամեն դեպքում, սիրելի հետևորդներ ջան, այսօր գրքի տոնը մեր դպրոցում, մեր աշխարհում, չէ, Հայաստան աշխարհում, մերը սխալ ասեցի ու շնորհավոր բոլորիս գրքի տոնը, բոլոր երեխաների, թող բոլորը սովորեն, կյանքում լավ մարդ դառնան, թող մեր ազգում Թումանյաններ շատ ծնվեն, չէ՞, ես օրինակ կուզեի ջիրեր մարոն դուրեկան, նորերին նտարեկան, ինչ ասես, հեքիաթը հեքիաթ գրել, բանաստեղծություն ագրել, սրտիս հատոր, կյանքիս կտոր, չէ, գնացի մտքով դեպի դպրոց, մանկացա, դառա 12-13 տարեկան, ոնց էինք սովորում, այն ինչ բառ պայծառ մտքերում էի, այն ինչ հետաքրքիր ձևով էի նկարել իմ ապագան, չեք էլ պատկերացնի, այն ինչ սիրուն գույներով էի նկարել, բայց, տարիներս անցան, երազներս հանգան, Մայրամուտի վերջին շողի նման, ինչ հետաքրքիր մտքեր ու բառեր կան, ուրախացա, տրամադրությունս բացվեց, ուզում եմ քիչ Ալեքսի դասերը բերեն YouTube, այդտենց եմ ուզում ու պիտի որ հասնեմ դրան, ուզում եմ հասնեմ նրան, որ ինքը և անգիրասի և պատմի, թեկուզ ինչ-որ մի պարբերություն, ուզում եմ ինքը այդ ձևով ձեր հետ ավելի շատ շփվի, ավելի լավ լինի, մի խոսքով այնքան բան եմ ուզում, բայց դենանք որը կլինի, սիրելի հետևորդներ չեմ, այդտենց բաներ, ասում եք ինչքան քիչ բան ա պետք մարդուն ուրախացնելու համար, վсё, այսօրվա այն ուրախորը արդեն գծվեց, ու պլյուս դրան մեր ինգայի ծննդյան օրն է, եթե հասկացաք էտա, Ալեքսս շնորհավորեց, իրիկունը շատ սիրուն ձևով, մաման իրա նվերն է հանձնել, Նարեկը սիրան, մի խոսքով էլի սիրելի հետևորդներ ջան, անակնկալ ձևով ասմածոճա 15 րոպե սպասում էի, որ ընդեր ժամով 12-ը խփի ու մի հատ մեծ ծաղկեփուն ջա առել,
բերել նվիրել իր մամային։ Ասում է, դու բախտավոր ծնող ես։ Այդտենց բաներ։ Սիրելի հետևորդներ ջան։ Իսկ որ ստեղ ելնեմ, կորան թռան տարիները, իրա սիրած ծաղիկը կալանա, պարտադիր ման էի գալի գտնում, եթե չէր ելնում, սրափին պատվիրում էի, վերցնում էի կալայի փունջ, հավեսով սիրուն տորթ էի թխում, ինչ պետք էր, ուրես դեպի Աշոտաբերդ, ինչ էինք անում, ծնունդ էինք նշում, երբեք ոնց են ասում, թարս աչքով չեմ նայած իրան, աղբորոս կեսնա, ոնց կնայեմ ուրիշ ձև, չի էլ կարա տենց լինի, ճիշտ եմ չէ, նորմալ հարաբերությունները ինձ թվում է տենց պետք է լինի, ուրիշ ոչ մի ձև, հարսու տալ, որ ծով էի գնացել ես անգամ Ալայի հետ, ենքան հետաքրքիր էր, դե մենք էլ էինք հարսու տալ, ու մեր կողքիներ կային հարսու տալ, իրանք բավականին տարիքով էին, այդ կինը 70-անց էր, հարսը մի քիչ ջահել էր, ու ասեցին 40 պլյուս ավել տարի մենք հարսու տալ ենք, ու միշտ իրար հետ, ասի բրավո, բա հետ ոչ մի անգամ չեք նեղվել, այդ ասում է, ինչի համար, էնի էլ է մարդ, ես էլ եմ մարդ, ամենասկիզբը հենց պիտի տենց վերլուծես, էքան դուրս եկավ այդ կնոջ խոսքը, չեք էլ պատկերացնի, ու Աստծուն փառք, մենք էլ չենք ոչ կռվել, ոչ նեղվել, եթե պահի տակ ինչ-որ մի բան, նամանավանդ ես վերջերում, ես սովորել եմ ասելը, ես մի տեղը սենց կանեի, մյուս տեղը նենց կանեի, հետնել ես կյանքում, ոչ մեկս էլ իդեալական չենք սիրելի հետևորդներ ջան, մի քիչ էլ պետքա փողզիջման գնաս, մի բուջուր բանի վրա աչք փակես, որ հարաբերությունները չկորի, այլև աճի, տենց բաներ, հետո մեր, ոնց ասեմ, մեր սովորությունն է, որ 12-ը խփի, մենք պարտադիր զանգում ենք իրար, օրինակ մի կան ասում էր, ես դրա իմաստը չեմ գտնում, ես էլ ասում եմ հետաքրքրությունը հենց դրա մեջ է, ինչ կա օրը փոխվեց, պարտադիր, սկզբից աղբերս ինձ, հետո ես իրանց, վերջ էլի, աղբորոս առողջություն, Տեր ջան, բոլորիս աղբերներին, քուրերին, բոլորիս առողջություն, ամենակարևորը ես կյանքում առողջությունն է, որ շատերս ենք կորցրել, ինչևէ, շատ խոսացի, շատ բլբլացի, բայց շատ ուրախացա էլ դրա այդ մեկտեղ, շատ, չափից շատ, ու դրա համար ուզեցի, որ իմ ուրախությունով էլ ձեր հետ կիսվեմ, երեկ Իրիկունը գնացինք, ման եկանք, վաղուց էր, մտածում էի, որ կգնամ, մի կես ժամ, մի ժամ կնստեմ կգամ, բայց թե չէ, լավ է նստինք, 7 անց էր, նոր տուն եկանք, սիրելի հետևորդներ ջան, կարևորը առանցս նվերը հավանեցին, ես սիրում եմ, որ ինչ-որ թե մի բան առնեմ, որ ինձ համար դա առնեին, բերեին, իմ դուրը կգա, այդ հարցը ես միշտ տալիս եմ ցանկացած մարդու համար, ինչ-որ թե մի բան առնեմ, թեկուզ, ոնց ասեմ, այս ջրի շիշն էլ, որ առնեմ, ասում եմ, տենաս, որ ինձ բերեն, սա ինձ դուր կգա, թե նենց էլի ուղղակի առնեմ, բայց չէ, փաստորեն, հավանեց,
իր շնորհակալությունը հայտնեց, ինչի համար էլ ես շատ ուրախացա։ Եթե չէ խանութում ասել էի, կարանք բերենք, փոխենք, խնդիր գտնի, ասին չէ։ Всё, այդ էր պետք ինձ։ Դենց բաներ։ Հիմա ես վեր կենամ, անկողինը հավաքեմ, սիրում եմ, որ զարթնելուց հետո մի կես ժամ ու ավել անկողինս բացամնում, թե իմը, թե Ալեքսինը, ու մազերս կապեմ, ներքն էլ տանը կա, մտածում եմ երևի կիրակի կներկեմ, շաբաթ կամ կիրակի տենանք էլի ոնց կլինի, ու շնորհքի կգամ, արդեն всё սպիտակեցինք, ծերանում ենք, բարու իր սևանք, ծերանում ենք, սիրելի, այդ տենց, մազերս կապեմ ու գնամ մատնահարդարի մոտ, այս անգամ սպիտակ եմ ուզում, որ համինքը սպիտակ լինի, համեծերերը ֆրեջ չլինի, իհարկե այսքան էլ երկար ես չեմ սիրում, որովհետև էդ իմ մեջ չի, ճիշտ ամատերը ծիրունա նայվան և այլն, բայց իմ համար սա անհարմար է, դրա համար կարճացնելա պետք, մի խոսքով ես գնամ իմ գործերով, դուք էլ ձեր։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, այն մռայլ ամպերը կորան, գորշ ամպերը կորան, ու տնից նենց հավեսին ու լավ արև էր թվում, բայց դուրս եկա ցուրտ, մի այլ կարգի ցուրտ, հերիք չի, քամին էլ հետը, ուրեմ գնում, արդեն ասեցի, մատնահարդարի մոտ, քամին եմ, որ երեսով տատալիս, ես ինձ սառնա, աստվածի, շատ սառը ու ուժեղ քամի է, շատ, երեք ավելի ուժեղ քամի էր, երեք սարսափելի քամի էր, տեսեք, ամսրևա եկե, իրիկունը, ծախսենք ջուրը, էնել ինձ տվերնա, նաչենք, հետևորդներ ջան, մազերս փորձեցի, մեկ ուզում եմ մենակ մատնահարդարում անեմ, հետո ասի լավ, նստելնա, մի հատ էլ ներկեմ, ներկելու յա մեկա, ու իմ հավեսով գնամ, ու ստացվեց երկուսը մեկում, շատ լավ, շատ հավես, շատ հարմար, սա էլ տնենք, ու գնամ դալշը, իմ գործերով, Ալեքսը կգա մի քիչ կսպասի, բայց թե ոչինչ, տարբերակ չկա, ոչ մի բան չկա, ուրախացամ, սա էլ մատնահարդարում ես, շատ սիրուն ու նուրբ, շատ հավես,
քայլենք։ Եկուց է ժամին հաստատ չեմ քայլելու։ Են էլ էս տարածքով։ Եկուց էլ ուրիշ գործեր։ Բա տենց բաներ։ Ճիշտ են էլի ասում, որ մազերը սարքերը տրամադրություն ա բացում։ Հազորով չի։ Գնացինք սիրելի հետևորդներ ջան։ Օպա։ Եկել եմ հոսել թաղ, Ալեքսն ինձ է սպասում։ Մի քիչ ուշացա էլի, ես հենց անձրևակցում ձնախաղը։ Բարև։ Բարև նարդ։ Ուր էի գնացել։ Խանութ։ Ոչինչ, տենց էլ կար։ Տենա մարչկը դու չէի մասում։ Հա, ոչինչ, արի։ Հա, արի։ Իմ հետ խոսալու բան ունես։ Հա, շատ խոսալու բան է։ Հա։ Արի ասի ջան, արի ասա։ Հա, սրտիտս, արի։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, ուրեմն ինչքան ուզում եմ տրամադրությունս լավ, հավեսով բարձր եկա, դե մազերս սիրուն ներկեցի, են սպիտակները վերացավ, մատնահարդարումս էլ սայա, նուրբու սիրուն, ասեք որ սիրունա չեմ, բայց մի րոպե մետ ամեն ինչը կարա փչանամ, որովհետև հենց եկա Հայատ Ալեքս հենց համամ, հանկարծ չնկարես, ես քո հետ շատ լուրջ խոսալու բաներ ունեմ։ Ես հասկացա, որ նորից լավ ու վատ են խաղում, ասում եմ Ալեքս ինչ կա, ասում եմ մամա սենց, ու ոչ ենա, որ հոգնես, ոչ Հելենա, որ թողես։ Հələ տենանք ես ինչքան ասենց շարունակվելու ու հետո ոնց են ասում, կարևորը, գիտեք մի ժամանակ կարևորություն էի տալիս, որ վայ երեխեն սովորող IQ-ն բարձր է, բայց ումա պետք է ձև բարձր IQ-ով երեխեն, եթե մարդկային IQ-ն 0-ի է, այս դեպքում բոլորն են տեսնում, ով է, ով ինչ է։ Ամեն դեպքում չեմ ուզում տրամադրությունս փչացնեմ, չեմ էլ ուզում իմ երեխի ասածն անտեսեմ, որովհետև, սիրելի հետևորդներ ջան, եթե դու անտեսես երեխուդ ասածը, այսօր տես ես դրսից եկա, ինքն էլ դպրոցից, ինքը ինձ հավատարիմ գտավ, չէ, որ ասում մաման ես քո հետ շատ լուրջ խոսալու բան ունեմ, ես դրանից շատ ուրախացա, համ խոսամ, համ կաթ դնեմ տակ, համ ածուն մերենք, իսկ եթե ես այդքան է կտրացնեմ, երեխեն կպարփակվի, բա ես էլ ասվահանի էլի, ու ինչը որ ես չեմ ուզում, սիրելի հետևորդներ ջան, դրա համար ոնց են ասում, հետևը սուր, առաջը ջուր, մարդ չգիտի ինչ անի, ինչքան կարելի է դրանց հետ գլուխ տալ, այն չի որ համապատասխան մանրումներին դիմես ու գործողություններին, այն էլ չի որ, ասաց Ալեքսիս, ասում եմ մամա բրախի դրանք հիմար են, ասում եմ դու մի նեղվի, քեզ որ խփում են, ես քեզ թույլ եմ տալիս, դու էլ իրանց բեռնին, նենց դուր, որ չիմանան ինչ անեն, մամա գժվել ես, բա որ ցավը, պատասխանը էդ է, մի հատ դուք այս կաթին էլի, նայեք, այս ինչքան սեր ունի, ով կաթի սերն է սիրում, ես էլ չեմ սիրում, ինչ անեմ, ես էլ գերկուլես կեփեմ, գերկուլես կամ կակարոկ խնակ,
Ինչև է, այս ուզում եմ մատուն մերեմ, բայց ես կարայի բանկեք մերեի։ Թող տականա, սիրելի հետևորդներս։ Ու ինձ խոսքսալով տոր մաուտը մեզ տոր մեն տակասնեմ հաց ուտենք այս թողամիրի կունը կխմենք Ես գրախանը թել եմ գնալը, ինչ եմ առել, ես եմ պիչինա, ու ես հիշմ եք չէ, որ ես ընկերությունը իմ ես սիրուն ձերքերը նկատել ես, ինչև ես էլ պտրոնները, ու բացեմ, միած կսարոքսել էի ուզում գնամ, ասել ես ոտանավորդ, ինչ ասավ ընկեր Շապինյանը, ինչ ասավ, բա մյուս երեխեքը գնացին, խի, բարձ է, տենց պաներ, ես սիրելի հետևորդներ ճան, հաց ուտենք, ու հող էսս տվեց, ես ուզում եմ սրան ուտեմ, ամսորնա, համ շատ համով է, ոնց կարաս չուտես սրան, ենքան էլ թանգա, 680 դրամ, դրան ես 2 լիտր կաֆե մարնեմ, ընտիր, ու անմահական, շատ համով է, ես էլ տեղը տնեմ, Օրմայամ շատ ընգավ, ես, հետո տենամ ինչ եմ անում, ուրեմն ճիշտ են էլի ասեմ, որ մեկ լռությունը ճնշող ալնում սիրելի հետևորդներ, տանը մենակ եմ, մի ասելու եք Ալեքսը բա, Ալեքսը գնացել է պարապունքի, ինձանից պահանջել, որ ես իրա հետ չգնամ, դե ինչ անեմ, եկել է այդ վաղտը, թող գնա, աստված իրա հետ էլ, իմ հետ էլ, ուրեմն հարևանիցս կաթ էի ուզել, տեսելա, որ առավոտը դե ինձ հարմար չէ սան, ասմա լցրել եմ շիշն ու գցել մառազիլ կա, որ չփչանա, ես էլ դե դեռ տանը կաթ ունեմ, սա գցեմ մառազիլ կա, որ Երևան գնալուց հետս կտանեմ, բայց ես տեղ չունեմ, օպա, չունեմ տեղ, լավ, էսա կտնենք, ասում եմ ինչ անեմ, մի հատ կոֆե խմեմ, ենքան շոք հա, պարոն Սուրենյանը ճիշտ էր ասում, որ տաքերն են մոտենում գարուննա, առավոտ դուս գալուց դե զգացի,
Սենց տանից լավ տակ արև ա երևը, դուրս եկա մրսեցի, մեղքս ինչ թաքցնեմ, բայց մի ոչ գազ եմ վառել, ոչ բաքսի, ոչ մի բան չեմ վառել, գազ ասելով մեկ կամֆորն եմ վառել, մի էտ էլ չեմ արել, տունը տակ, էս շուշեքից ա տականը, դե դրսում էլ արդեն գարնան շունչը կա, այս ինչ էր, ու արդեն կոպիտ ասած տան պատերը չի սառան, տան տակությունը տանն էլ մնում ա, մեր մեջ ասած էլ շատ լավ ա, էլի կոմունալները քիչ կգա, հենա հունվարին տանը չեմ եղել, բայց միևնույնն ա վառվել ա, աշխարհի կոմունալ ա եկե, աշխարհի, էտ ա, տակ, հմի տան եմ ես էլի կցեմ մարազիլ կա, ես սրանց, այ սառնա, բայց դեռ չի հասցրել, լավ սառի, ամեն դեպքում կցեմ, մի հատ կախիչ էի փնտրում, իմ հարևանուհուն ասել էի, ասում էի մարդ ես, որ իմանաս ունեն, տենց մարդ կա, որ վաճառում ա, ինձ կասես, ասել էր, հա, հմի ոնց որ թե գտել ենք ու այս վիճակը կվերանա էլի, հարմար չի մի ձևի, հետո ստեղ էլի կարող ա կարենաս ինչ-որ բան անես, բայց վերևի համար այն ոտքի վրի կախիչների մասին ա խոսքը, սիրելի հետևորդներ ջան, դրանից եմ ուզում առանձնել, ու գնամ կոֆե խմեմ մի հատ, հանդիստ գլուխս ցավում ա, շատ նեղվեցի, չափից չափ, այն որ մարդնադա էլ ալնում, այդ երեխեքի ակլոր խասյաթներից, որ իրանց շատ են էլի ակլորիկի դերն պահում, չմտածելով, որ մեկ նարեկս, որ իմանում ա, ասում ա հոգ, ասում ա, ծոտի ասում ա, այդ իմ պակասությունն ա, որ ուզում են ախպորս մենացնեմ, ասում ա, որ իմանան, Ալեքսը մեծ ախպեր ունի, իրան չեն նեղացնի, նա էլ է Ալեքսին ասում, պոնչիկ տուր, մի վախի, որ ուզում են քեզ խփեն, առաջինը դու խփի, նա էլ ասում ա, մեղ կա, բա որ ցավ ա, ասում են, բա որ քեզ խփում են, քեզ չի ցավը, եկավ իմ կոֆեն, փրփուրով եկավ, ատենց բաներ, ասելիքս ինչ ա, գարուն ա գալիս, ու շատ լավ ա, Ալեքսն էլ տանից գնում ա, ցրվում ա, ինքը իրան, ոնց ասեմ, կարևոր ա զգում էլի, որ չէ սովոր ա երեխեն, որ անընդհատ մամայի հետ, ու այս ինչ էր, հա, այս տորմի, բաններ, ու մի որ արդեն առանձին, շատ լավ ա էլի դա, ասում եմ Ալեքս, պարապունքի ժամն ա էլի, վեր կաց թե որ գնաս, թռավ է, ոչ թե վեր կացավ, այլև թռավ, ասում եմ մամ դու հաստատ իմ հետ չես գալու, չէ, ասում եմ չէ, ապեր, դու գնա ցավ, տանի մաման, դու գնա, այս, գլուխս ցավում ա, ինձ թվում ա ճնշումս, ոչ թե ինչ էլա, ինգել ա, դրա համար ես կոֆեն ուզեցի խմեմ, այսօր ընդամենը մի բաժակ եմ խմել, ձեր հետ եմ խմել,
Երկրորդն էլ էփեցի, էլի ձեր հետ խմելը չգիտեմ, ձեր հետ եմ խմելու թե առանց ձեզ, կել գիտեք ինչ եմ առը խնձոր համ դեմիր ջամ, հեսա դեմիր ջամը չեմ ուզում ձեր տամ դելվակ չայքի, համ էլ երկու տեսակի խնձոր, ճիշտ տանը մեր այգու խնձորը կա, բայց թե դեմիր ջանը համով խնձորա, չես կարում անտարբեր գնաս դրա կողքով, հստեղ էլ մածունս եմ մերել, փաթաթել, հստեղ էլ սելի հետևածներ ջան, Ալեքսի տետրնա, մեր բաղչի խնձորնա, ես էլ նոր տետրեր եմ առել, մեկ այդ բարակներից էլ ապետ գալիս, ու չի զնն, ես էլ ներվայնանում եմ, ես էլ դնանք զարյատկա, օպա, մի հատ կոֆե խմենք, այսօր երևի կամ լոտո կխաղամ, կամ պլանավորեմ երևի թե ուղիղ եթեր անենք, մազերս ընքան ուրախացա, որ ներկեցի, պրծա, հետ միջար գործից, համ ճիշտը որ ասեմ, սենց էլ է ինձ լավ, ինքն իրա համար ակտերվեմ, ես էլ իմ, ես ինչա ուղարկ է, իրան լավ է էլի, ինքը իրան, ոնց ասեմ, կարևոր ազգում, այս ինչա, որ սենց սուտի խաղեր չեք ինձ ուղարկում, սիրելի հետևորդներ ջան, լավ եք էլի, հավատում եք դուք դեռ տենց բաների, ես չեմ հավատում, չկա նման բան, ոնց կլինի նման բան, ես որ ես եմ դրան չեմ հավատում, լրացրու ես, լրացրու են, կշահեր մրցանակ, ոչ մի մրցանակ է չկա շահելը, ես հետքանը կարամ ասեմ ու վստահ կարամ ասեմ, այն որ մեկ կա չէ, ասում են չգիտեմ ինչ ես ասում, բայց վստահ ես ասում, հմի չգիտեմ ինչ մրցանակի մասին եմ ասում, բայց վստահ եմ ասում, որ չկան նման բաներ, հաստատ, սիրելի հետևորդներ ջան, ես ուզում եմ կոֆես խմեմ առանց ձեզ գնացի, ուրեմն բավականին ժամանակ անցել, մազերս հետ կռիվ եմ անում, հավաքեմ, բայց մինչև ես պահը դեր չեմ հավաքել, սառնանից կարակ եմ հանում, քանի որ Ալեքսը պյուրեր ասել, ես մտադրություն ունեի իշտի քյուվթա էփելու, ասավ ես չեմ ուտելու, որ չի ուտելու, ես էլ հոմենով չեմ ուտի, կարող այգուս տրամադրություն ունենա, այգուց ուտենք, ասավ ես դրան չեմ սիրում, չեմ ուտելու, իմ համար կարտոշկա էփի, վերջում էլի փորձում էի համոզեմ, ասավ մամա չէ, դե չէ, ես իշ լինել կհիշեք չէ, որ նոր տարուն է յարել, կոլի ասել նոր տարուն սկիտանը չղանք, մի քանի հատ կարծեմ 4 հատ էփել էի, են էլ մնացել էր, համին հանում ես խոհանոցային գործիքը, իմ կարակը դեղին, մեր գործարանի արտադրության իշ կարակ, են սպրեյդ, հետ բանել է ես չեմ օգտագործում, գիտեք, իշտ ասել եմ,
Մարգարին առավել ևս չեմ օգտագործում։ Ինչև է։ Այս էս։ Էս։ Կարոտ լցնեմ, յուղ սարքեմ, այսօր պարոն Սուրենյանն ասել է, որ ձնի նման մի բան ա գալու, տենց թրթև ենք մենք ասում, ու այդ էր գալիս էր, հայվանույս է կողմիչ նստեցինք, կարելի ասել ոչ մի բան չեմ արել, այսօր սուտ ինձանով եմ զբաղվել, ու տան թեթևակին երկու սուտի մուտի գործ։ Նայեք սիրելի հետևորդներ, մեր իրիկվա հացը ուտենք ու որոշել եմ, որ երեկոն ավելի աղբերականով ու ասել եմ չէ, որ երեկոները ուզում եմ, որ ես իմ համար վայել եմ միտք ունեի, որ եթերանեմ, այն էլ մտափոխվեցի, դրա հավեսն էլ չկա, անհավես էլ չեմ սիրում ոչ մի բան անել, առավել ևս հանրությանը ներկայացնել ինձ, ունել ուղիղ եթերով, նենցա, որ մի քանի րոպե նկարահանես դա լրիվ ուրիշ է, բայց որ գնաս կոնտակտի ժամ-ժամ ու կեսով, դա էլ ուրիշ է, չև է։ Եսա յուրե ուտենք, գիտրոնով թեյ խմենք ու մերից հետ շփվենք ու հավեսով ժամանակ անցկացնենք։ Այս էց։ Ասում եմ Ալեքս ծվեպ եմ, ասում եմ չէ, բյուր եմ ասում, դե ուզում ես ուզի, բյուր է սիրողներ ջան հավակվեք, պահարն եմ, որ թուլոտ ես անում, պահել կա, որ սենց պինդ ես անում, մի խոսքով գնացինք հաց ուտել։